Հարցս վերաբերում է կոնյակի արտահանման ամիսներ առաջ, երբ խնդիր առաջացավ դեպի Ռուսաստանի Դաշնության կոնյակի արտահանման մասով, պարզ դարձավ, որ հայկական կոնյակը, որը արտադրվում է Հայաստանում, փորձաքննություն է անցնում Վրաստանում, ՍԱԿՄ-ն հայտարարեց, որ ինչ-որ ժամանակ հետո փորձաքննություն սկսի անել Հայաստանում։ Արդյոք այս մասով ինչ-որ նորություններ կան եւ մյուս հարցը այո կամ ոչ է պատասխանանք կենտրոնում Ադրբեջանի տարածքով կամ Ադրբեջանից հենց հեղուկ գազի ներկրման մասով ինչ-որ քննարկումներ կան թե ոչ։ Հատա նախորդ հարցի հետ կապված ազգային ժողովում է արդեն առաջին ընթերցումն էլ անցել է կներեք կապված անասնաբուժական դեղատների հետ կապված Այսինքն շատ ավելի առաջ ենք, քան ես ներկայացրեցի, հիմնական զեկուցողը իմ ոլորտի համակարգող տեղակալն է։ Երկրորդ ուրեմն մասով ձեր հարցի պատասխանը Հա, շատ լավ։ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի տարանցման հնարավորությունը կա, բացել ենք։ Հիմա կօգտվի բիզնեսը թե չէ, էլի հիմա բիզնես կա շարունակելու է բերել Ես իրավիճակը նաև դες ներկայացնեմ, էլի մարդիկ օրինակ մեծ ներդրումներ են արել այդ ոլորտում։ Ենթադրենք այլ հավասար պայմաններում երկաթուղին ավելի էժան է, բայց ինքը արդեն օրինակ գնացել է գնել է մեքենա։ Ընդ որում միայն այդ բեռնատար հատվածը չէ։ Ծիգաչը չէ, նաև իր այդ բանը մեծ կրող հատվածը, հա ամբողջը ինքը գնել է ու այդ պարագայում ինքը արդեն երբ որ իրենն է մեքենան տնտեսապես ենթադրենք ավելի հարմար է բերել մեքենայով բայց այն կազմակերպությունները որոնք որ պիտի վարձակալեն մեքենա որ գա դա օրինակ կարող է երկաթուղին իրենց համար ավելի հարմար լինի երկրորդ բանը նա է որ կա դեպք երբ որ լարսը ուղղակի փակվում է այդ դեպքում հնարավոր է գա այսինքն այս դեպքում չեն կարող ասենք լարսը փակա դրա համար գազ չկա Այսինքն այդ այլընտրանքը կա եւ երրորդը մրցակցություն առաջացնում։ Այսինքն այն ընկերությունները, որոնք որ անգամ կարող են գին թելադրել, չեն կարողանա անել, որովհետեւ կա երկաթուղու այլընտրանքը։ Ինչ վերաբերում է լաբորատորիային։ Լաբորատորիան ստեղծվել է։ Էկոնոմիկայի նախարարությունը անցած տարի իր միջոցներից վերաբաշխում է իրականացրել եւ ՍԱՏՄ-ին գումար է հատկացրել։ ՍԱՏՄ-ն ստեղծել է լաբորատորիան եւ մենք ունենք այլևս այնպիսի լաբորատորիա, ինչպիսին Վրաստանում կամ Ռուսաստանում է։ Այդ լաբորատորիան փորձարկումներ անում է։ Խնդիրն է, որ այդ լաբորատորիայի հնարավորությունները դեռևս շատ փոքր են։ Այսինքն ընդհանրապես օրական կարող է կարծեմ 3 մեքենայի փորձակնություն իրականացնել, բայց էլի քայլ առ քայլ, այսինքն չկար 3 է, հիմա կդարձնենք 6, 16 կգնանք առաջ։ Աննախարար ֆերմերների կոոպերացիան տարիներ շարունակ ներկայացնում էր որպես լուծում, կա գնահատական թե ստեղծված կոոպերատիվներից քանիսն է իրականում աշխատող եւ հաջորդ հարցը ագրոկրթական խորհրդական ծրագրերի մասին։ Վարչապետը կառավարության սեկցիաներում նշում է, որ այգի կա, որը ստորացել է եւ այդ ֆերմերը, որը մի փական քենքամին է բացել, թե բացել ու չբացել է։ Եթի վրա ինչ ծրագրերը իրականացնում են, բայց Դե տեսեք, գյուղկոոպերատիվների մասով բազմաթիվ ծրագրեր ունենք։ Այսինքն օրինակ ծրագիր կա փոխհատուցումը 10%-ային կետ է, գյուղկոոպերատիվի դեպքում ամբողջ տոկոսն է։ Ասում ենք, եթե դու անձնապես անհատապես գալիս ես օրինակ օգտվես այս ծրագրից, վարկը ենթադրենք 14% է, պետությունը 10%-ային կետն է քեզ տալիս, 4-ը դու։ Եթե կոոպերատիվով եք գալիս մի քանի հոգով 14%-ային կետ է, մարդիկ չեն գալի կոոպերատիվով։ Այստեղ մշակույթի հարց կա, այստեղ աշխատանքի կուլտուրայի հարց կա, ջանքերի եւ այլն։ Նախկին փորձ կա, որը խորհրդային փորձ է, բայց իհարկե կոոպերատիվի չէ, բայց այնուամենայնիվ մարդկանց հիշողությունների մեջ այդ կոլխոզի, սովխոզի
կամ գյուղ կոոպերատիվի փորձը ինքը այդքան էլ լավ ուրեմն փորձ չի եղել եւ այս առումով մենք այդ էլի հնարավորությունները կա, բայց եթե շուկան չի արձագանքում, ես այսպես եմ կարծում, եթե դու հնարավորություն տաս շուկան չի արձագանքում, ուրեմն դա պետք է ընդունես գիտություն, այսինքն պետք չի ավելորդ էներգիա գործարկել մի բանի վրա, որը մարդիկ չեն համարում ճիշտ, մարդիկ համարում են ինչ-որ բան ճիշտ ու դա պետք է օգնես, որ իրանք անեն, որտեղ իրանք են հողի վրա դա անելու։ Ձեր ասած դեպքը ինքը եղել է այդպիսի դեպք, դա ինչ է եղել, երբ որ պետությունը մարդկանց ուղղակի այգիները, տնամերձերը, որոնք չմշակված են եղել, քանդել է, հավասարեցրել է հողին, հերկել է, վարել է, մշակել է, ծառերը տնկել է, ինտենսիվ այգին տնկել է, բանը դրել է, ջուրը միացրել է եւ այլն, հետո գնացել ենք մոնիտորինգից մենք հողի վրա ոնց կա, հողի վրա հետո գնում նայում ենք։ Ինչ է եղել, գնացել տեսել ենք, ասենք այգիներ կան շատ լավ, մեկ էլ մարդ կա, որ չորացել է։ Ծառերը։ Հետո բարձել ենք ինչի է չորացել, ասում ենք, բարձել է որ չի ջրել։ Ասում եք ինչի պիտի չես ջրել, ասում եք ինչի պիտի ջրել, դուք պիտի այդ ջրեիք։ Հիմա չէ, երևի այն դեպքում ուղղակի որ մարդիկ միևնույն է չեն անելու, չեն զբաղվելու գյուղատնտեսությամբ, մի քիչ մեր ծրագրերի հասարակականությունը փոխենք, էլի, այսինքն այնուամենայնիվ այդ մարդը միևնույն է չի զբաղվում, պետք է այլ տանք այն մարդուն, որ դրանով զբաղվում է, որտեղ այդ նույն տարածքում կա մարդ, որ կներեք այսպես պատկերավոր ասած եդեմական այգու է վերածել այն ինչ մենք իրան տվել ենք կամ այդ նախորդ այդ մացառուտները որ նույնիսկ իր բակում եղել է դրա փոխարեն հիմա եդեմական այգու նման մի հատ բան կա միջավայր է ստեղծված հետեւաբար պետք է լավը իսկ այդ լավը հարյուրապատիկ ավելի լավն է եւ վարչապետը այդ դերվագի մասին խոսում է նաեւ այն հենց այդ նկատառումով որ մարդիկ ոչ թե չեն անում այլ մարդիկ կան որոնք որ չեն անում եւ մենք պետք է այդ ով որ չի անում այսինքն մեր արդյունավետությունը բարձրացնենք եւ այդ գումարն էլ հատկացնենք անողներին որպեսզի մեկ միավոր գումար ինքը ավելի ճիշտ աշխատի եւ այդտեղ այո գյուղ խորհրդատվությունն էլ կարեւոր դեր ունի կրթությունն էլ կարեւոր դեր ունի Շնորհակալություն ABC News Սեդար Գուրենյան Պարոպատերն ասացիք, որ երկկողմարությունների ցանկերը մասնակցված են։ Ադրբեջանից Հայաստան ներմուծների պաշտպանքները որ ոլորտներին են առնչվում, օրինակ գյուղմթերքի ներդրումը հավանական է, եթե այո, ինչպես է գնահատված դրա հնարավոր ազդեցությունը արտադրողի համար, ու ևս մեկ հարց երկրաքերերի մասով, արդյոք բնակիչներին արդեն զգուշացել են նոր թաղամասի կառուցման մասին, սեր է արտադրել, նախատեսել եք, թե ինչ փոխհատուցումներ պետք է ստանան։ Որ թաղամասի մասին եք ասում, downtown-ի Քաղաքապետարանն իրականացնում։ Այս նորագյուղի downtown-ի մասին, հա։ Ներդրողը որ Լավ։ Այս ներդրողը որ կար։ Համաշխարհային առևտրի կենտրոնի դեպքում որքան գիտեմ մեծ մասը արդեն առել են փոխհատուցումով, չեմ փոխհատուցումով առնում են այդպես շատ մեծ արդյոք թե արմունք չկա ենթադրում եմ առաջարկնել հետաքրքիր է որ արմունք չկա երկրորդը նաև հետո այլ մնացած մասնավոր տիրույթի հարց է այսինքն երկու մասնավորի խոսակցություն պետք է լինի ինչ վերաբերում է Ադրբեջանից Հայաստան ընդհակառակը եթե լինի կլինի Հայաստանից Ադրբեջան գյուղմթերքի արտահանում եթե լինի այս բանին մենք հնարավորությունը այսինքն մենք շատ ավելի մրցունակ ենք այդ առումով եւ մենք ավելի պոտենցիալը գնահատելիս մենք այդպիսի հնարավորություն չենք տեսնում որ հնարավոր է Ադրբեջանից գա էական քանակի գյուղմթերք ընդհակառակը պոտենցիալ տեսնում ենք որ կարող է Հայաստանից արտահանվել Ադրբեջան սա էլ կարևոր է երևի թե այլ հարց ունեիք դուք թե դեր Սիրիկեմ Հովա Հակոբյան Օրինակ խոսեցիք օրինակ նկարիչը հոնը արտահանելու ոչնդոտների արհեստական օրինակ մենք արդեն պատրաստի արդյունք եւ դա է արտադրվում եւ արտահանվում ինչ ունենք հումքի մասը օրինակ ԶԲՄԿ-ի հումքի լիճանի որ պետք է արդեն հումք հողալ արդյոք այստեղ կան այդպիսի բան որ
գոնե 2-3 փուլ վճարվից էր ասած որ խտանուր, այլ արդեն որոշ տեսակետներ պատրաստի արտադրանք ստեղծի եւ արտանալի եւ հաջորդ հասկանալի պատրանք կողմից տնտեսի ոլորտի աճի մասին, դա ունեն սովորական ֆինանսական տնտեսությունների մասով ու ինչ արվում ընդհանուր մասերում մարդասիրական հայլավի եւ վերջնական փոխանակապատկերների մասով շատ խոսում որ շրջակայող անձներ անշրջակայող դեպքերում համաձայնները ինչ-որ դերգործություններ ունեն ու ինչ աջակցության դրական համաձայնների մասով ողջունություններ շարունակում են ասում են ընդհանուր 2.5% իրենց հարկերը ամբողջ շարժի մեջ ու այդքան իրականային ճաշման կա անտածություններ եւ այլն հետեւաբար համաձայնի նեղում է դա ինչ աջակցության ծրագիր Ես կարծում եմ փոխանցային ներեինք իրենք 2.5% հարկը չէին տա ընդհանուր հարկերի մեջ։ Ես կարծում եմ, որ ամենախոսուն ցուցանիշը դա նա է, որ ՓՄԾ-ն վճարում է մեր ամբողջ հարկերի 2.5%։ Ամենախոսուն ցուցանիշն է։ Իսկ առհասարակ ես կարծում եմ հարկ պետքա բոլորը վճարեն։ Հարկ պետքա բոլորը վճարեն, որպեսզի իրենք նաև բոլորը այս պետության տերն են, իրենց չափով։ Եվ այո, պետքա եւ ուսուցիչը հարկ վճարի, եւ զինվորականն է հարկ վճարում, եւ ՓՄԶ-ն պետքա վճարի, որովհետեւ պետությունը հարկերով են պահում։ Եվ պետության, այո, ՓՄԶ-ն պետքա քիչ վճարի, եւ քիչ է վճարում։ Բայց իմ կարծիքով հարկ վճարելու կուլտուրան ինքը թեկուս քիչ հարկ։ Ինքը շատ կարևոր է, որովհետև հարկ վճարող մարդը ինքը իրեն պետության տեր է զգում։ Վատի, այսինքն այս պետության մեջ տեղի ունեցող բոլոր բաներին ինքը տեր է զգում։ Եվ նաև պահանջում է, պատասխանատվություն է պահանջում։ Իսկ հարկ չվճարող մարդը, գիտեք, հարկ չվճարող մարդը, եթե մարդը հարկ չի վճարում, դա առաջի քայլն է, որ իրենց ձգում ես խոսելու եւ ձայնի իրավունքից։ Որովհետեւ եթե մարդը վճարում է տարեկան 50,000 դրամ հարկ, ինքը իրավունք ունի պահանջի իշխանությունից 500 միլիոնի բան։ Եթե մարդը չի վճարում 50,000 դրամ հարկ, դա ոչ մի բան պահանջելու իրավունք չունի։ Ես չեմ ուզում, որ մեր տասնյակ հազարավոր բիզնեսմենները չվճարեն 50,000 դրամ հարկ պայմանական կամ 100,000 դրամ հարկ եւ նրանք լինեն չունենան ձայնի իրավունք։ Չէ, իրենք պետք է վճարեն քիչ հարկ, լինեն այս պետության տերը եւ պահանջեն այս պետությունից դառնալ ավելի լավը եւ ունենան ձայնի իրավունք։ Սա մեկ, մնացածը թե քանի տոկոս կլինի, այդ քննարկելի հարցեր են, միշտ էլ քննարկում են, միշտ էլ կարելի է լավարկել, բայց փիլիսոփայության տեսանկյունից ես կարծում եմ, որ սա առաջին հերթին քաղաքական ու քաղաքակրթական հարց է, որովհետև չամիչով բուլկին իր մեջ 1 դրամ պետք է հարկի բաժին ունենա։ Ակնհայտ պետք է ունենա, այսինքն ես կարծում եմ, որ դա վաճառող քաղաքացին ինքը շատ գոհ է, երբ որ ինքը 1 դրամ օրինակ վճարում է հարկ պայմանական, հա, կամ 2 դրամ այդ ուրեմն պրոդուկտից հարկ է վճարում եւ դա գնում է օրինակ բանակի զինելուն, դա գնում է կենսաթոշակի ավելացմանը, դա գնում է 600,000 կենսաթոշակառուի առողջապահության համապարփակ ապահովագրության։ Ես կարծում եմ, այդ մարդը շատ ավելի գոհ ու երջանիկ է այդ իրավիճակից, երբ որ իր վաճառած չամիչով բուլկից ընդհանրենք 2 դրամ գնում է հարկը։ Ոչ թե այն դեպքում, երբ որ դա չի գնում հարկ, եւ ասենք օրինակ իր ծնողը ստիպված է լինում ընդհանրենք 1 միլիոն դրամանոց
վիրահատությունը կամ չանի դատապարտվելով վատ հետևանքի, կամ ինքը ստիպված պետք է գնա վարկ վերցնի բարձր տոկոսով ու գնա օրինակ 1 միլիոն դրամ վճարի իր ծնողի ապահովագրության համար։ Ես կարծում եմ, որ սոցիալական համերաշխությունը, սոցիալական արդարությունը նա է, որ բոլորս վճարում ենք մեր հարկերը եւ պետությունը դա վերադարձնում է մեզ։ Իսկ կներեք, որ կարծեմ արդեն 50-60 հազարի թվերն անցել է։ Այդքան մարդ, որ անվճար ապահովագրություն ստացել, բա այդ հարկերի միջոցով չի դա։ Դա այո, դա բոլորիս վճարը, ձեր վճարած լրագրողներն են հարկ վճարում։ Զինվորականը հարկ է վճարում, բժիշկը հարկ է վճարում, ուսուցիչները հարկ են վճարում, բանվորները, մաքրուհիները բոլորը հարկ են վճարում։ Եվ մենք վճարած հարկերով մենք պահում ենք մեր պետությունը։ Մենք մեր բանակն ենք ուժեղացնում, մենք մեր տնտեսությունն ենք ուժեղացնում, այս ասացի որ 22.5 միլիարդ դրամ մեր մի ծրագրով հետ ենք տվել բիզնեսին։ Այդ բիզնեսի վճարած փողն է։ Տվել է մեզ, մենք վերադարձել ենք իրեն։ Սա է։ Հարցերի զարգացում մեր կլաստերների ծրագրերով։ Բան ասենք։ Ունիքի հետ կապված որ վերամշակում անցնելու։ Շնորհակալ եմ, շատ լավ հարցեր ու իրականում ամենաբարդ մեր հարցերից մեկն է եւ պղնձալ ձուլարան կառուցելու հարցը մեր օրակարգից երբեք չի դուրս գալիս եւ մենք մեր բոլոր եւ լոկալ եւ դրսի գործընկերների եւ արտադրողների եւ ոլորտում փորձ ունեցող գործընկերների հետ շարունակական աշխատանքի մեջ ենք, որպեսզի արժեշղթան այդ մասով կարողանանք երկարացնենք։ ԶՊՄԿ-ն ինքը որոշակի հարցադրումներ այդ մասով անում է, այսինքն պղնձաձուլարանի բացումը նաև կապում են նոր հանքավայրերի բացման, այսինքն ծավալներ պետք է ավելանան, իրենք նշում են, բայց մենք կարծում ենք, որ նույնիսկ արկա ծավալները իրենք պետք է որ բավարար լինեն, որովհետեւ մենք կարողանանք ավելի երկար արժեշղթա ունենալ, սա մեր կարծիքն է եւ աշխատանքը այդ ուղղությամբ շարունակում։ Իսկ դրանց ինչ ինքը կառուցի, ինքը նաեւ յարդական հունքա դրանքի վերացում։ Դեք քննարկումներ գնում են, դրանք լրացուցիչ խոշոր ներդրումներ են պահանջում, նոր տեխնոլոգիաներ, նոր այս առումով իհարկե, այսինքն ինքը տնտեսապես նպատակահարմարության հարց կա իր տեսանկյունից, թե իրենք այդ քայլեն չեն գնում, ենթադրվում է, որ նվազագույնը կազմակերպության տեսանկյունից տնտեսական նպատակահարմարությունը այդքան շատ հիմնավորված չէ, իհարկե հասկանալի է, որ մեր տեսանկյունից պետք է հնարավորինս երկար արժեշղթա, բայց սա պետք է լինի հիմնավորված, մենք չենք կարող ուղղակի, այսպես ասած, չհիմնավորված գործողությունների դիմել։ Վերջին 3 հարցերը Աննա Գրիգորյան Armenpress։ Պարոն Պապոյան, նախորդ տարեվերջից սկսվեց հացահատիկի ներուծում Ադրբեջանի տարածքով Հայաստան, քննարկվում է հնարավորություն Հայաստանից Ադրբեջանի տարածքով արտահանման որոշակի ապրանքատեսակների, նաև մի կարճ ճշտով հարց հայտարարել էիք հեղուկ գազի փոխադրման պայմանավորվածության մասին Ադրբեջանի հետ, այսինքն մինչ այս պահը փոխադրում չի եղել։ Մինչ այս պահը չեմ կարող ասել, վերջին օրերի տվյալները դեռ չեմ ստացել, բայց մինչև իմ հրապարակումը դեռ չէր եղել, սա մեկ հրապարակումից հետո դա պրոցես է, էլի, նույնիսկ եթե մի անգամից սկսված լինի, վստահ չեմ, որ կհասցներ գար այստեղ։ Արտահանման, հակառակ արտահանման հնարավորությունը քննարկված է որոշ ապրանքների դեպքում համաձայնեցված, էլի տեսնենք բիզնեսը ոնց կարձագանքի, ոնց հարմար կլինի, այսինքն նաև գիտեք ոնց քաղաքական համաձայնությանը դեռ բավարար չի, օրինակ նույն որոշ դեպքերում երկաթուղին ինքը չի մտածել, որ հնարավոր է պայմանական ենթադրենք շշալացված կոնյակ արտահանել Ադրբեջանի տարածքով Ռուսաստան, եւ օրինակ ինքը այդ ուղղությամբ ոչ մի ներդրում չի արել, դա նաև տրամաբանական է, այսինքն դա նշանակում է տեխնիկական պայմաններ, նոր վագոններ, նոր հնարավորություններ, որ ժամանակատար է,
Այսինքն այստեղ երկաթուղին ինքը եւս բեռնման բեռնաթափման նույնը հեղուկ գազի դեպքում ջելուց։ Այսինքն այսօր եթե մեկը ուզենա հեղուկ գազ ուղակի այդ պահին այդ օրվա դրությամբ եմ ասում վերցնելու բերել չէր կարողանա, որովհետև երկաթուղին այդ տեխնիկական հնարավորությունը այդ պահին չուներ։ Ես գիտեմ, որ այս օրերին ակտիվ աշխատում են կարողանա նույնիսկ արդեն ունեն, բայց այդ օրվա դրությամբ չուներ։ Այսինքն այդ առումով երկաթուղին պետք է պատրաստվի, բիզնեսը պետք է պատրաստվի, իհարկե երկաթուղին էլ է բիզնես, պետությունը հարցերը էական չափով լուծել է եւ հիմա օրինակ երկու ապրանք կա, քննարկում ենք, բանակցում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի դրա ներմուծման հնարավորություններ բացվի, այսինքն կլինի կասենք օրինակ, բայց բիզնեսը մեզ ասում է, ես ուզում եմ ընթերենք ես ինչ ապրանքը բերեմ։ Մենք սկսում ենք խոսել գործընկերների հետ, ստանում ենք համաձայնություն, հայտարարում ենք, ասում ենք, այս ապրանքն էլ կարող եք բերել։ Երկու ապրանքը տարանցիկ փոխադրում։ Այո, որովհետև դրանք չեմ կարող նշել, որովհետև ես սովորաբար վերջնական երբ որ հաստատում ենք ստանում, ներողություն եմ խնդրում, ուղղակի դա ավելի արդյունավետ է եղել, այսինքն երբ որ այդ եղանակով եւ լրացուցիչ սպասում չենք առաջացնում եւ բանակցություններում որոշակի տենց ճնշում չենք առաջացնում բոլոր կողմերի վրա, հանգիստ աշխատում ենք, դա արդյունավետ է եղել։ Ռոբերտ Զարգարյան, Ազատություն։ Պարոն նախարար, տոկոսներից այսպես հպանցիկ վարկերի մասին խոսեցիք, շատ լավ կարող ենք անցնել իմ հարցին։ Տեսեք, ես մի նոր ուսումնասիրություն հետաքննություն եմ անում, շուտով կհրապարակենք, որի գլխավոր հարցադրումը հետևյալն է, թե արդյոք Հայաստանում տոկոսադրույքները, բանկերի տոկոսադրույքները արդարացի են, թե սա պարզապես բնակչության հարստահարում է, այսպես ընդհանրացված եթե ասենք, ճիշտ է հարցերը կենտրոնական բանկին ուղղել ենք, սակայն կուզենայի նաև ձեր կարծիքը իմանալ ու տեսակետը։ Կառավարության ներսում վերջին տարիներին այս բոլոր խոսակցությունների ֆոնին, որ բանկերը գերշահույթ են ստանում, ռեկորդային շահույթներ են գրանցում, սա ըստ պաշտոնական տվյալների, արդյոք քննարկում եք ուղիղ սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը, որպեսզի օրինակ պայմանական առավելագույն տոկոսներ սահմանվեն, որից ավելի բարձր վարկեր չեն կարող տրամադրել մարդկանց, կամ այլ տարատեսակ մեխանիզմներ կան, օրինակ բոլորովին վերջերս այս տարի հունվարին նման սահմանափակումների Իսպանիան է գնացել, էլի ազատ տնտեսական երկիր, ամենեքում որոշել են քաղաքացիներին ուղիղ այդպես պաշտպանել։ Հիմա փակագծերը շատ չբացեմ, թե ինչեր են գտել, օրինակ տասնյակ երկրների հետ են համեմատել Հայաստանը, այդ մարժաները են միջոցների, որոնցով իրենք են միջոցներն ներգրավում ու որով տալիս են մարդկանց, շատ մեծ են։ Խնդրեմ այս հարցին պատասխանեք, հետո մեկ հարցեր ունեմ արձագանքի տեսքով։ Եկեք ես իմ լիազորություններից դուրս չգամ եւ իհարկե կարող ենք տեսականորեն քննարկել ու ասել, որ բանկային տոկոսադրույքները ձևավորվում են շուկայական միջավայրում եւ այլն եւ այնուամենայնիվ այդ միջավայրում օրինակ կան երկրներ, որտեղ տոկոսադրույքը ցածր է, բայց ես օրինակ չգիտեմ, այդ երկրներում օրինակ բանկային ավանդի տոկոսադրույքը 10.5% կա, թե չկա։ Էլի պետքա ճշմարտությունները նայենք, էլի հիմա օրինակ ասում ենք այս երկրում վարկի տոկոսը 10% է, Հայաստանում պայմանական 15, շատ լավ, բայց կարող է բարձր, որ այդ երկրում օրինակ ավանդի տոկոսը առավելագույն 5% է, Հայաստանում 10.5%։ Այսինքն Հայաստանում թողը թանկ է։ Շուկայում այդ ապրանքը որ դու առնում ես, որ վաճառես, ավելի թանկ է։ Հետևաբար ոնց կարող է, եթե մի բան առնում ես 10.5%-ով, ծախես օրինակ 10%-ով, կամ 10.5%-ով, կամ անգամ 11%-ով։ Հնարավոր չէ։ Բայց սա էլի ընդամենը ճշմարտության մի մասն է, որովհետև դա իմ լիազորությունը չէ, կենտրոնական բանկի խորհուրդ կա, նախագահ, տեղակալներ, իրենք հաստատ շատ ավելի լավ տիրապետում են։ Բայց այդ հարցը բարձրացվել է եւ դրա մի ընդ որում քաղաքական իմաստով դա երկու բան 30 ունի։ Հայաստանում ինչքան վարկառու կա, համարյա այդքան էլ ավանդատու կա։ Ընդ որում շատ հաճախ դրանք նույն մարդիկ են։ Մի մարդը համավանդ ունի դրած համ վարկա վերցրել։ Երկու, այսինքն այստեղ այդ ավանդներ, հա վարկերը օրինակ որ իջնեն, շատ լավ է, տնտեսությունը կաշխուժանա եւ այլն,
բայց ենթադրենք նույն օրավանների տոկոսներն էլ իջնեն, ենթադրենք էլի 100,000-ավոր մարդիկ հաստատ երջանիկ չեն լինի։ Այսինքն ինքը մեդալը ունի երկու երես։ Բայց առհասարակ այդ փողը աշխարհում թանկացել է, դուք էլ լավ գիտեք։ Ասենք մինչև COVID-ը ինչ տոկոսներ կար նույն Միացյալ Նահանգներում եւ այսօր ինչ տոկոսներ կա նույն Միացյալ Նահանգներում։ Այսինքն այդ շատ ցածր տոկոսները այլևս չկան եւ առհասարակ աշխարհում փողի թանկացում։ Ինչ պետք է անենք մենք որպես կառավարություն։ Անում ենք այն ինչ որ ես երկար պատմում էի։ Օրինակ, ասում ենք որ սարքավորումը գնում ես առնում ես, մենք քեզ տալիս ենք տոկոսների փոխհատուցում։ Օրինակ ինչի չեմ ասում, երբ որ դու գնում ես, ենթադրենք մեքենա ես առնում, Mercedes, ես քեզ կտամ քո վարկի տոկոսների փոխհատուցում։ Որտեղ Mercedes գնելը շատ լավ բան է։ Բայց տնտեսություն չի զարգացնում։ Մեծ հաշվով, շատ փոքր էֆեկտ ունի, շատ փոքր։ Ինչ որ էֆեկտ ունի, այո, բայց շատ փոքր էֆեկտ ունի։ Բայց եթե օրինակ դրա փոխարեն գնում է նույն գերմանական ինչ որ քիմիական սարքավորում է ձեռք բերում, որի հետևանքով ընդհանրեն կարողանում է դեղ արտադրել, այդ տնտեսություն զարգացնելու մեծ քայլ է, որովհետև դրա հետևանքով աշխատատեղ է ստեղծում, արտադրություն, արտահանում, ներմուծման կրճատում, արտահանման ավելացում եւ այսպես շարունակ։ Հետևաբար մենք ինչ ենք անում որպես կառավարություն, մենք գիտենք այդ խնդիրը, գիտենք որ վարկը մեր մոտ թանկ է, երկու բան ենք անում, մեկը տոկոսադրույքները սուբսիդավորում ենք դրանով դարձնելով մատչելի, որովհետև եթե վարկի տոկոսը դառնում է օրինակ 15-ից կամ 14-ից 4, այդ նշանակում արդեն շատ մատչելի է։ 4% այսօր աշխարհում լավ վարկ է, մատչելի վարկ է։ Դառնում է 2% օրինակ, դա շատ մատչելի է, լավ վարկ է, 3% եւ այլն։ Մյուս կողմից էլ ինչ ենք անում, գնում ենք բանակցում ենք գործընկերներին, ասում ենք մեզ էժան վարկեր տվեք, որովհետեւ բերենք տեղաբաշխենք այստեղ, այդ էժան հնարավորինս էժան հնարավորություններ ունենք։ Օրինակ Գերմանիայի հետ գնացինք, բանակցեցինք 150 միլիոն դոլարի վերցրեցինք, բերեցինք, դրեցինք, հիմա բանկային համակարգով տեղաբաշխելու են, այդ վարկերը բավականին էժան են, որոնք օրինակ միտված են լինելու ՓՄԶ-ին, որոնք միտված են լինելու կանաչ տնտեսության։ Օրինակ տնտեսությունը բանա շատ է, կանաչ չի, այսպես ասած, ուզում ես տեխնոլոգիա առնես, այդ կանաչի տեխնոլոգիայի վարկը շատ էժան է լինելու։ ՓՄԶ-ես փոքր ես, վարկը, չգիտեմ, 17-18%, արդեն քանի որ ինքը ի սկզբանե էժան վարկը, արդեն շատ ավելի մատչելի պայմաններով է քեզ լինելու։ Այսինքն կառավարությունը ունի իր գործիքները դրա վրա ազդելու։ Կենտրոնական բանկները ենթադրում են իր գործիքները ունի, բայց ելի մրցակցության մեջ է, որովհետև եթե բոլորի հետ պայմանավորվել են գները բարձրացրել են, կարտելային համաձայնության մասին եք խոսում, այդ նշանակում դա լուրջ հանցագործություն է։ Հա, լուրջ հանցագործություն է եւ դա արդեն նորից իմ տիրույթի հարց չի, եւ եթե այդպիսի բան կա, բնականաբար պետք է այլ պատկան մարմինները զբաղվեն, բայց եթե շուկայում գների մրցակցության բաց գները ձևավորվել եւ այնուամենայնիվ մրցակցությունը բերել է նրան, որ վարկի տոկոսադրույքը պետք է լինի այդպիսին եւ դա պահանջված է, այդ դեպքում շատ միջամտելու հնարավորություն չունենք եւ իմ կարծիքով մենք չպետք է այդպիսի հարցերում միջամտենք, մենք պետք է հնարավորություններ ստեղծենք, նոր էժան վարկերի հնարավորություն, սուբսիդավորման հնարավորություն, մրցակցության պահպանություն, նոր կազմակերպությունների մուտք եւ դրանով կարգաբերելով ոչ թե օրինակ գնալ մտնել ու ասել դու պետք է 1.5% աշխատեիր, ոչ թե 2.5%-ային կետ։ Օրինակներ կան,